ու ես շատ անգամ լսել եմ այս բառերը. Չի կարող մի խմբակ հաղթել 1700-ամյա եկեղեցուն, որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։ Ես միշտ այս խոսքերը լսել եմ, հարգելից, դուք էլ լսած կլնեք։ Դարեր շարունակ ոչ մեկ չի կարողացել մեր եկեղեցին քանդել, հիմա Նիկոլը եկավ, ոնց կարա քանդել ճվաղը, աստուդեմ պետք է հելնի, մեր եկեղեցին ամենամուրն, ամենապինն է, ոչ մի բան չի կարանի, հա, հարգելներս, իրոք տենց եք մտածում։ Ալիևին էլ, Ադրբեջանին էլ չի գնահատում, ասում եք ախպեր ջան, դե մենք գայլեր ենք, իրանք ոչխարներ են, ինչ պետք անեն այդ ոչխարները մեզ, ոնց պետք է պատերազմը հաղթեն, հաղթեցին, Նիկոլը հաղթեց, բախի ասում եք չի կարա, Արցախը ավելի շատ եկեղեցուց ինքը տեղ բնակեցված է եղել, ոչ մի անգամ տեղ ոչ մի ազգ չի եղել, մենակ եղել են Արցախի հայ ժողովուրդը, ինչ մի փոքրիկ խմբակը կարողացավ ասել Արցախը Ադրբեջանա ու վերջու կորցրեցինք Արցախը, հա, կարացանք, հիմա այդ մի փոքրիկ խմբակա, թե ինչ-որ մի հատ ուժեղ դեմք է, ձեր հակառակորդին ավելի ուժեղ մի հատ տեսեք, գնահատեք, այդ մի փոքրիկ խմբակի հետևը կանգնած են Ալիևը, Էրդողանը, Իսրայելը, Ֆրանսիան, Ամերիկան, անգլոսաքսերը, Վատիկանը, օբշի կանգնած են մի նպատակով, որ ռուսների դեմ մի հատ էլ պլաց, ոնց որ Ուկրաինան արեցին, այդպես մի հատ էլ Հայաստանն անեն։ Ու մի ասեք, ախպեր ջան, մի թերա գնահատեք ձեր հակառակորդին։ Ինչ արել, որ ինչ էլ կարան։ Հեսա կանի կտենակ ինչ անելու։ Դուք ինչ եք անում։ Նստել եք, սպասում եք, ոչ մի բան չեն կա։ Տենակ մի բան կլինի էլի։ Մի փոքրիկ խմբակ է էլի, Նիկոլնա